Ես ուղղակի հավատում եմ Սուրբ Յոթվերիկ եկեղեցու պատկերին, այդ հրաշագործ պատկերին, որ իրենց պատերը այս Յոթվերիկի սրբապատկերով կստանան, ուրիշ ոչինչ չեմ կարող ասել։ Մեր հետ զրույցում ասաց Շիրակի թեմի հոգևորական տեր Շիրակ Քահանա Առաքելյանը։ Այսօր Շիրակի թեմի քահանայած դասը տարածեց հաղորդագրություն, որով վերահաստատում են իրենց հավատարմությունն ու կանոնական դիրքորոշումը։ Նրանց խոսքով, եթե թեմի հոգևորականներից բացի որևէ մեկը փորձի պատարագ մատուցել Շիրակի թեմի որևէ եկեղեցում, մասնավորապես Սուրբ Յոթվերքում, դա կնշանակի առաջնորդանիստի բռնազավթում եւ թեմի օրինական գործունեության խոչընդոտում։ Յոթվերքը հաղթահարել է 2 օկուպացիա, սա նույնպես կհաղթահարվի պատվով, նշել են Շիրակի թեմի հոգևորականները հաղորդագրության մեջ։ Տեր Շիրակ քահանայից հետաքրքրվեցինք, արդյոք իրեն առաջարկված է եղել կիրակի օրը Սուրբ Յոթվերքում պատարագ մատուցել։ Նա հերքեց նշելով, որ ոչ։ Արճակատման երբևիցե որից լոտ հոգևորական չի գնում։ Իսկ դա նշանակում է արճակատում։ Իրենք դե բարսանան, ես դե հականդեմ, ես փորձեմ կամ մյուսը փորձի, որը չի կարելի։ Ընդունված չէ։ Մի բան իրենց կողմից կատարվողը անօրինական է, հետևաբար արճակատում գնալ անիմաստ է։ Եվ նույն հրահանգը ստացել ենք սրբազանների հայտարարությունից ԱԱԾ-ի պատվալից։ Տեր Շիրակի պնդմամբ Շիրակի թեմի հոգևորականները վճռական են պահպանելու խաղաղությունը եւ գործելու միայն եկեղեցու կանոնական կարգով, չմասնակցելով որևէ ապօրինի կամ առճակատման տանող գործընթացի։